Այնքան զբաղված են, որ նույնիսկ հավաքներին չեն կարող ունենալ, որովհետև զբաղված են իրանց պատվիրատուների հետ։ Խոսքը ճարտարապետների մասին է, որոնց ձեռագիրը նկատվում է թե կառուցվող դպրոց մանկապարտեզների, թե ճանապարհների, թե վերականգնվող հուշարձանների վրա։ Հայաստանում հոկտեմբերը նրանց գնահատելու ամիսն է։ Նախարար Անդրեասյանի խոսքով հուշարձանների ոլորտում ճարտարապետների պալատի հետ ունեն ինստիտուցիոնալ գործակցություն։ Հուշարձանների հետ կապված ցանկացած նախագծեր, վերականգնման, ամրակայման ցանկացած աշխատանքներ իհարկե անցնում են առանձին մասնագիտական խորհրդի քննարկում եւ այդտեղ իհարկե առաջին հերթին խոսում ենք ճարտարապետների մասին, որպես մասնագետներ, որոնք ներգրավված են եւ վերականգնող ճարտարապետներ են եւ կարողանում են նաեւ մասնագիտական առաջարկություններ ներկայացնել։ Երկրում մեծ ծավալի դպրոցաշինությունը ընթանում է նաև տիպային նախագծերով, որոնք ըստ նախարարի ստեղծվել են ճարտարապետների հետ միասին։ Դրանք նախագծեր են, որոնք ընդգրկում են ժամանակակից կրթական գործընթացների առանձնահատկությունները։ Ինձ մոտ եկող շատ դպրոցականներ բերում են հենց ճարտարապետական նախագծերի առաջարկներ։ Օրինակ, իրենց դպրոցի համար հանդիսությունների սրահ են գծում, լուծումներ են տալիս որոշ խնդիրների, բացի կառուցված դպրոցի շենքից ունենում ենք նաև մեր ճարտարապետական մտքի զարգացում մի կողմից, մյուս կողմից էլ մեր երեխաների համար այդ մասնագիտությունը դարձում ենք տեսանելի եւ ավելի մեծ թվով երեխաներ ուղղորդվում են ընտրել նաեւ այս կարևոր ոլորտը։ Արհեստական բանականության տեխնոլոգիական զարգացման ֆոնին ճարտարապետի մասնագիտությունն ու այս ոլորտը շարունակում են գրավիչ եւ հեռանկարային լինել դիմորդների համար։ Մասնագիտական բուհի ներկայացուցիչը վստահեցնում է, մասնավոր ու պետական հատվածում մեծ է ճարտարապետի շինարարի պահանջարկը։ Ճարտարապետի մասնագիտությունը 15 տարի է մոտարապես, որ կայուն աճ է, վերջերս ստացանք հավատարմագրում ֆրանսիական կառավարության կողմից, որ մեր դիպլոմը իրանց դիպլոմին համարժեք է, արդեն 7-րդ անգամ է, այսինքն մենք պարբերաբար այդ շեմը իրանք մեզնից պահանջներ են ուզում, մենք այդ շեմը հաղթահարում ենք ու դառնում ենք դրանով շատ ավելի լայն եւ ակտուալ բուհ։ Յուրաքանչյուր տարի որքան շրջանավարտ եք ունենում այս գծով։ Մոտավորապես 200 միջինում, բայց ընդունվում են արդեն 240-250 ուսանող։ Մոմիկ ճարտարապետ ոսկե մեդալ շնորհվեց պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցին։ Վաստակավոր ճարտարապետը նախագծել, իրագործել է բազմաթիվ ծրագրեր Հայաստանում ու արտերկրում, պարգևն անակնկալ էր նրա համար։ Ես իր անգերն եմ, միգուցե դրա համար ասել չգիտեմ։ Ամենագլխավոր վաստակը իմ գնահատմամբ նա է, որ հազարավոր նոր սերնդի ճարտարապետներ դաստիարակել, կրթել եւ տվել մեր հասարակությանը։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն է նաև փաստում ճարտարապետների շինարարների աշխատանքը այսօր առավել քան երբևէ պահանջված է Հայաստանում։ Քաղաքաշինության կոմիտեն համագործակցելով ճարտարապետների հետ, ճարտարապետական արվեստանոցների հետ մշակել է եւ արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար միկրոռեգիոնալ հատակագծման փաստաթղթերը, որոնք այլ կերպ կարող ենք ասել հեռանկարային բնակավայրերի հեռանկարային զարգացման քաղաքաշինական անձնագրեր, դա ժողովրդին հասկանալի լեզվով գլխավոր հատակագծեր եւ գոտեվորման նախագծերի ամբողջությունն է։ Փաստաթղթերը մշակելիս հաշվի են առնվել յուրաքանչյուր բնակավայրի առանձնահատկությունները, հուշարձան շինությունները վերականգնելու, նոր թաղամասեր ձևավորելու, զբոսաշրջային գյուղատնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու ծրագրային առաջարկները։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։